Փորձաքննությունները կա, որ հաստատում են մահացած է եղել, նոր այդ բանը կատարվել, որ տարեկախել էին պտտաձողից, ուղղակի հերկվում է, որ ասենք փաստաբանը, այդ Նորայր Սահակյանի փաստաբանը, որ հայտարարում էր, որ մեկ հարվածից է եղել այդ դեպքը, կարող է եւ մեկ հարվածից լինի դա, որ կոկորտին է հասցվել եւ դրանից մահ առաջանա, դա հերկվում է, դա սուտ էր։ Ասենք ուղղակի ինքը հայտարարությունը արել է, ես չեմ անում, ասենք միգուցե Նորայր Սահակյանի ծնողների համար կամ Նորայրի համար ինչ որ հանգստացնող մի ելույթ է եղել, բայց դա հերկվում է։ Դա մի հարվածից չէր կարող լինել եւ նենց հա ուզում արվի, որ ասենք մի հոգի է էլի դա արվել։ Ոչ, դա խմբակային եղել է 4 մասնակից են եղել այդ դաժան սպանությանը։ Նենց որ ասենք դա հերկվում է։ Փորձում է այնպես անել, որ դա մի հոգի, մի հարվածով, ասենք մի հոգի է, ասենք մի հարվածով, կոկորտին հասցված հարվածից դե մահը վրա է հասել, բայց դա տենց չի եղել։ Դե գիտեմ ոնց է եղել, ուղղակի կներեք, ասենք չեմ կարող ասեմ, նախաքննություն այդում դուրս ասենք չեմ կարող ոչ բան ասեմ։ Ուղղակի դա հերկվում է։ Ես ասեմ, որ փաստաբանը թոլսի, որ տենց բան չի լինում։ Ասենք ավելորդ հայտարարություններ անում ինքը պետք չի անել։ Դա ասենք կրկնակի հարվածա հասցնում ծնողներին Հայկազի, որ ասենք ավելի վատը դրա եւ դրա վառապացույցը հենա, որ ներկապային ասենք կինս գտնում է հիվանդանոցում հենց սրտի խնդրելով, որը չի եղել իր մոտ։ Այսինքն վիրահատության պիտի ենթարկվի։ Այո, շատ ծանր է, այո, շատ ծանր էր տանում, ասենք այս 3 ամսվա մեջ, ասենք կուտակվելով, ասենք եւ վերջը հասավ նրան, որ ասենք վիրահատության է ենթարկվել։ Վիճակը ծանր է։ Հա, կարելի ասել տենց ասենք, որովհետև գիշերները ընդհանրապես չէր կարող քանի ասենք վաղ սիրտս այդ խոսքերից ասենք ես էլ էի զարթնում նույնիսկ ասենք գիշերը ասենք այն վիճակն է որ ասենք հանգիստ բարկած վիճակում նույնիսկ ասենք սիրտը շատ ուժեղ ասենք բաների մեջ էր եւ խնդրեմ ասենք նույնիսկ ասենք թո այդ 4-ի ծնողներն էլ լսեն որ ասենք ինչ վիճակ է իմը մեր մոտը որ ասենք իմ վիճակն էլ ասենք իմ վիճակն էլ լավ չէ իմ սիրտս էլ ցավում նույն ձևի ասենք ուղղակի ես էլ որ ասենք ոնց ասած ձեն չեմ անում երեխաներ կան ընտանիքա պիտի ապրենք գոյատևենք ասենք ինչ անես ասենք չէ ուրիշ ել չկա ասենք դրան այդ վիճակն է թող նրա ծնողներն էլ իմանան եւ ուզում եմ դիմեմ նախկին գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, եթե չեմ սխալվում անազգանն է, էլի, որ հայտարարություն Նաիրա Զորաբյանի, ասենք, դա ճիշտ էր եւ շնորհակալ եմ Նաիրա Զորաբյանից, որ այդ հարցը բարձրացվեց ազգային ժողովում եւս մեկ անգամ։ Փոխնախարար պարոն Նազարյանը պատասխանեց այդ հարցին, ասենք հստակ եւ կոնկրետ, ասենք մենք պարոն Նազարյանի հետ ենք հանդիպել ասվել է ինչ-որ պետք է, ասենք մեզ է բացատրվել է, ասենք որ ամեն ինչ նորմալ է լինելու, բայց ես ուզում եմ դիմեմ պարոն նախկին գնդապետին, որ ճիշտը նա կլինի, եթե նա ազատամարտիկ է եղել, կռվել է հանուն հայրենիքի, ասենք մեր Հայաստանի համար, ինչպես այն ժամանակ բոլորն են կռվել, նա եզակի դեպք չի, ես էլ եմ 92-93 թվականների սովորական զինծառայող եմ եղել, զինվոր եմ եղել, ես էլ եմ մասնակցել, ասենք, եթե մարկային ինչ-որ արժանիքներ մնացել է իր մոտ, թող կանգնի խոստովանի ինչ է եղել այդ գիշեր, նա ամեն ինչն էլ գիտի, այդ պայքարը դրանումն է, որ ինքը գիտի, ամեն ինչ իմացել է, ներկա է եղել է եւ ասենք միջև հիմա թաքցնում է, որդուն է ուզում փրկի, չի փրկելու մեկը, ճիշտ փրկությունը նրա այն կլինի իրանց համար եւ իր որդու համար Աստծո առաջ, եթե նա կանգնի, ճիշտ ճշմարտությունը ասի։ Դա է միակ բանը։ Եթե նրա մոտ ասում եմ, եթե տղամարդկություն կա եւ ասենք գնդապետի աշճանի հասել է, ուրեմն հենց նես չի տրվել։ Եթե հենց նես չի տրվել, ուրեմն իրականում տրվել է, թո ինքը իրականում կանգնի եւ պատմի ինչ է եղել այդ գիշեր։ Որովհետեւ ինքը բոլոր մանրամասներն է գիտի։ Դա անհերքելի ապացույցներ է, դա որը չես կարա հերքես։ Իմացել է, հերրախոսազանգով է իմացել եւ տեղում էլ է եղել։ Դրան փրկություն չի լինում։ Միայն այդ փրկությունը, եթե Աստծո կողմից ինքը իրանց ընտանիքը ինչ որ մի բանով է 4-ի ընտանիքը մի բանով կներվի, ասենք Աստծո կողմից։ Մարկոսյան կողմից ոչ ոք չէր դիմել ոչ մեկը ոչ դիմելա, ոչ էլ ներողություն են խնդրել։ Ինչ է, եթե իրանց ասենք այդ
դրանք կանգնած ասում են մենք չենք արել, մենք քննած ենք եղել, պատասխանը դա է, մենք քննած ենք եղել, ի՞նչն ենք քննած եղել, ապացույցները կա եւ դրան անհերքելի ապացույցներ են, նես որ ասենք թո մտածեն գոնե ասում եմ իրանց փրկության համար, հոգու փրկության համար կանգնեն ճիշտ ասեն, մեկը դրանց փրկություն չի լինում, որ մտածում եմ ես ինչ որ մի ձևի կարողա սայթակեն ինչ-որ մի ձևի այդ դատավարությունն ունես գնա, որ իրանց համար էդի փրկությունը լինի, չի լինելու։ Ճիշտը դա կլինի, ես ասում եմ, այդ 4-ի ծնողներին էլ դիմում եմ, ինչ-որ մեկի ծնողն էլ ազատամարտիկ եղել, ես ասում եմ, դա այն թվականներին դա բացառություն չի եղել, ասենք թե, որ ինքը ազատամարտիկ է։ Եթե ազատամարտիկ ես եղել եւ հայ ազգի համար պայքարել ես, ես երեխա եմ ունեցել, որ հայ ազգի համար ծառայի։ Այս դուք տականքներ եք ունեցել, որ անմեղ հայ երեխու արունա թափվել։ Այնիշ պիտի դա սահմանի վրա լիներ եւ ասենք ճշնամու ձեռքով լիներ եւ ոչ թե դրա 4 տականքների։ Թո կանգնեն ասեն, ես ասում եմ ծնողներ, այդ 4-ի ծնողներ, ես ձեզ դիմում եմ։ Երբեք ես ասել եմ ու նորից եմ ասում, երբեք ես չէի ուզի, որ իմ երեխան ողջ լիներ եւ այդ 4-ի մեջ լիներ։ Ես նույնիսկ փաստաբան չէի վարձի։ Եթե պետությունը կտրամադրեր, չէ, ես չէի բանը։ Ես կհրաժարվեի այդ երեխուց։ Ես ձեզ անկեղծ եմ ասում, վերև Աստված կա, եթե ես էդի, դա արդեն հավասար է մահվան իմ համար։ Ավելի լավ է մահը, քան թե այդ 4-ի մեջ լիներ իմ որդին, ասենք։ Անմեղ հայի արուն թափելու, որը ասենք չգիտես ինչի համար, ինքնահաստատվելու, ինչ ինքնահաստատվելու։ 4 կողմով թշնամիներով շրջապատված պետություն ենք, ինքնահաստատվելու համար գնայիք սահմանի վրա ինքնահաստատվեիք։ Ոչ թե գայիք մտնեիք այդ գլուխներդ պահելու համար, որ ասենք չգնայիք 2 տարի սահմանի վրա ծառայելու համար, եկել եք այդ 4 տարի ինչ որ ծառայություն անցկացնեիք, ասենք եւ մեկը մի կաբինետում նստեիք, ոչ։ Իսկ իմ որդին եկել էր սպա դառնալու, որովհետեւ ասենք նա այդ ուղին անցել էր 15 տարեկանից։ Եվ նա պատրաստված էր արդեն։ 8 ամիս էլ Լեռնային Ղարաբաղի Հադրութում է ծառայել, ասենք։ Իսկ դրանք նորակոչիկ եկել էին մտել էին դե, որ ասենք ինչ որ գլուխները պային նամանավանդ գնելը։ Հարևանը կանգնում հայտարարություն անում, նա տենց բան չի կարող անի, նա Արունից է, իսկի Արունը տենում վախեն մեր։ Բա որ Արունը տենում վախեն մեր, այդ ոնց էր եկել սպա դառնալու։ Բա ինչ էր իմանում, բա կարող է վաղը չեմիս օր առաջի գից էին իրան ուղարկում։ Բա չէր վախենում ընդ լիքը Արուն տենար, հա։ Ինքն էլ ազատամարտիկ է, դա հայտարարողը։ Ամոթ է, որպես հարևան, որպես ասենք ազատամարտիկ, ասենք տենց հայտարարություններ մի արա, որ կաշին փրկես։ Դա 2 ամիս առաջ դա ես եմ անձամբ կարդացել։ Պետք չի տենց բաներ անել։ Ես այդքանը կասեմ, թո իրանց մեջ ոնց որ ասած է վստահությունը ձեռք բերեն ու ելնեն կանգնեն ասեն, որ մեր որդիները արել են եւ ներողություն էլ խնդրեն։ Եվ դա Աստծո առաջ իրանք որ փրկություն ունենան, թե չէ մարկությունից իրանք մարկանցից իրանք փրկություն չեն ունենալ։ Ոչ էլ ներողամտություն են ունենալ։ Ուղղակի Աստծո առաջ, որ իրանք փրկություն ունենան։ Կանգնել 100 տարվա համար ցեղասպանության համար մենք ներողություն ասում ենք, որ Թուրքիան ներողություն խնդրի, չի խնդրում։ Բայց էլ ինչի մասնա խոսքը, սրանք որտուց խնդրեն։ Որ ներկա պահին եղել է, ասենք եւ ասենք իրանց որդիները մասնակից են եղել այդ դաժան սպանությանը։ Նույնիսկ չեն ակնարկել ներողության մասին։ Ոչ մի բան, ոչ մի ակնարկ ոչ եղել է, ոչ բան, ասենք այտենց ոչ մի բան չի եղել։ Անկեղծ եմ ասում, ոչ մի հանդիպում, ոչ մի ներողություն, ոչ մի ցավակցական բան չի եղել։ Դա համարելով որ նորմալ երևույթ է, ասենք աննորմալ երեխաների համար նորմալ երևույթ է, էլի դա ծնողներն էլ ասենք։ Ես ասում եմ, ես կհրաժարվեի տենց երեխայից։ Ես փաստաբանել չէի վարձի։ Իսկ դուք փաստաբանել եք վարձում, հələ փաստաբանել լկտի հայտարարություններ անում, ասենք։ Նամանավանդ այդ Վահան Սահակյանի, Վահե Սահակյանի, ասենք փաստաբանը։ Ասենք մի քանի անգամ լկտի հայտարարություններ արել, որ ասենք չի կարելի։ Դա վերջապես հայ երեխա մասնա։ Ասում են, որ ձեր նկատմամբ ուզում են ինչ-որ մեղադրանք արել։ Հա, դա ինչ-որ ես որ ասել էի, որ ես ասել եմ ընդամենը, որ ես չեմ հավատում, որ քննիչները գնելին մեկը Վահե Սահակյանին որ ծեծել են։ Դրա համար մանախաքննությունից ինքը դուրս բաներ ասում, բան մատների արանքողի են քննիչները նայում այդ հայտարարությանը։ Բայց ասում են, բա դուք այդ ինչի համար եք, ասենք դա նախաքննությունից դուրս ասենք տենց հայտարարություններ անում եւ վերագրում ասենք որ մի հարվածից տենց բան ա եղել։ Բայց հարված հասցնողը ով ա եղել։ Տենց ուժեղ տղա են։ Եթե ուժեղ տենց տղա էր, ասենք ինչի համար են այդ 4-ը գիշերով մտնում, ասենք քնած մարդու վրա գնում։ Թե որ նախատիպը կար, ասենք, դրանք թուրքերից ինչով են տարբերում։ Երբ որ կանչում գոռում ենք Սաֆարով, ասենք մոռանում ենք, որ սրանք Սաֆարովից ավելի ահավոր են։ Ոչ մի բանով էլ չեն տարբերվում։
Նախատիպը եղել է, դրանք էլ ասենք իմանալով որ Սաֆարովը այդ բանը արել է, բա ասենք ոնց հետ մնանք մենք Սաֆարովից ասենք անմեղ հայ արումի հատը չթափենք ասենք։ Թուրքամոլ նրանք բաներ